Հայաշատ Հալեպի հրթիռակոծման հետևանքով այսօր Նոր գյուղ թաղամասում երկու հայ երիտասարդ է զոհվել՝ Մովսես Մովսեսյանը եւ Գասպար Շաթոյանը։ Որ հիմա ժամեր առաջ հրթիռագործեցին զինյալ ահաբեկչական խմբավորումներ հրթիռագործեցին Նոր գյուղ շրջանը եւ այնտեղ մենք երկու հայ երիտասարդներ զոհվեցինք։ 1986-ի ծնունդ, 1987-ի ծնունդ երկու ընկերներ էին, որոնք միասնապար Նոր գյուղի Շրջանի մեջ իրենց բնակարանի մոտ կանգնած բահուն հրթիռ գնա եւ դեղին վրա գմահանան։ Վերջին շաբաթներին Հալեպում սաստկացած հրթիռակոծության հետևանքով տասնյակ սիրիացիներ են զոհվել։ Անցյալ շաբաթ միայն հայկական համայնքը 6 զոհ է ունեցել, որոնցից մեկն անչափահաս։ Մեկ ընտանիքի մեջ են երկու հոգի, մանչը 12 տարեկան էր, աղջիկը 18 տարեկան, գրգին մահացավ 30 տարեկան աղջիկը, շատ ամեն օր գամ հասներ ցավը սիրտ։ Երևանում բնակվող սիրիահայերն արդեն տարիներ շարունակ Սիրիայից լավ լուր այդպես էլ չեն ստանում։ Պատերազմի ավարտի մասին խոսք չկա։ Հալեպի երբեմնի հարուստ ու բազմանդամ հայկական համայնքում տարբեր հաշվարկներով մնացել է ընդամենը 8000 հայ։ Բահով դեղ չի գա մասնավոր, բարձրապես ոյ մեկ ռոբե, ոյ մեկ վարգյան, այսինքն ոյ մեկ վայր գնաց դու վտանգի մեջ ունես, որտեվ հրթիռները նենց բան են, այսինքն հրթիռները խփում են ոյ մեկ դեղ, այսինքն իրենք կոնկրետ դեղ չունեն, որ բանան են, հրթիռները խփում են։ Հալեպից տեղափոխված արծաթագործ Արման Չիրիշյանը 4 տարի առաջ Երևան է եկել կնոջ ու երեխայի հետ։ Դրանից հետո Սիրիայից տեղափոխվել են ընկերները, ընտանիքի մյուս անդամները, բոլոր նրանք, ովքեր ունեցվածքից բացի արդեն հույսն էլ կորցրել են, ասում է նա։ Բայց դեղ եկավ երևի, որ այդտեղ սահմանը հասավ, որ անիմաստ է այնտեղ մնալի եւ մի խոսքով հույս էլ չի գա, այսինքն որ մարդ այդ հույսի վրա հիմնվի եւ ասի, որ եկող ամիս կամ եկող տարի բրզներով եւ մենք մնանք էլի մեր տունի մեջ կամ մեր Հալեպը։ Հումանիտար օգնությամբ Հայաստանից այսօր երկրորդ օդանավավայր է կատարեց Սիրիայում։ Հալեպ է ուղարկվել հագուստ ու սնունդ, բեռի փոխադրումն էլ իրականացրել է ռուսական կողմը։ Սիրիահայերն ասում են Հալեպում թեև սով չէ, բայց օգնության եւ հատկապես ուշադրության կարիք համայնքն ունի։ Նրանք միևնույն ժամանակ նկատում են, որ հարյուրավոր հայեր կցանկանային Հալեպից հեռանալ, սակայն հնարավորություն չունեն։ Օգնություն լավ բան է, որ գանում ես օգտակար դառնալ ընդդեղի ժողովրդի, շատ լավ բան է, բայց մյուս կողմից եթե որ դուրս գալու, այսինքն բանով, ով որ գուզե դուրս գա, եթե հնարավորություն է կառավարությունը 100%-ով անշուշտ պետք է որ դուրս գան։ Կա որ շատերը մեծամասնություն չեմ, այսինքն չեմ գիտեր դենց բաները, բայց կա որ այդ կարողությունը չունին, որքան այստեղ ամիսով կամ դարիով Հայաստան, օրինակ կամ կոնկրետ երկիր կան, օրինակ եւ իրենք դուն վարձեն։ Գորգավաճառ Նազարեթ Արոյանն այլ մտահոգություն ունի։ Եթե անգամ Հայաստանը լուծի սիրիահայերի Երևան տեղափոխվելու հարցը, միևնույնն է, չի կարողանա նրանց ապահովել աշխատանքով։ Բայց եթե կան, հոս ավելի դժբախտություն պիտի տեսնեն։ Հոս դուներ որ կվարձեն $300, $250 եթե չեն աշխատիր, ատփող կվերջանակ, որ ադրամար շատերը ցկեցին կացին Կանադա։ Ինքը Արոյանը Երևան է եկել 1 տարի առաջ, Հայաստանի կյանքին ու պայմաններին արդեն հարմարվել է, պատմում է, որ Սիրիայում գորգի մեծ խանութներ ուներ, փոխարենը հիմա Երևանի վերնիսաժում վաճառքի փոքրիկ կետ ունի։ Սրտի կսկիծով ցույց է տալիս Հալեպում իր ավերված խանութի հայկական եկեղեցիների ու շենքերի փլատակները։ Ասի 40 մանուկ մայր եկեղեցին է, ասի 800 տարվա եկեղեցի է։ Սա որ թվին է այսպես ավիրվել։ 2015-ին ես os խանութս էր, մեջ արգա չգրծա վերցնել աստեն, ամբողջ գնաց։ Վերադարձ Սիրիա չի պատկերացնում Նազարեթ Արոյանի կարծիքով կյանքն այնտեղ այլևս նախկինը չի լինի։ Քանի մեզի նոր սերունդը դարբեր աչքով պիտի նայի, մեզի առաջվանները գարկեին եւ վստահություն էին մեր վրա, հիմա իրենց աչքը կսկաց, որ քու խանութիդ վրա, ապրանքիդ վրա, տունիդ վրա, որ գսեն պիտի ցկեք երտակ ասում մեզի պիտի մնան։